Ինչ որ մեկին եթե ստորադասում ես ու ցածր է համարվում քո սրտում, երբեք չես կարողանա նրա վրայով լավը խոսել կամ ընտիրն արժեքավորը կամենալ, որտեվ ամեն հեգնող խոսք լեզվից չի դուրս գալիս, այլ սրտում եղած նրա վրա ունեցած կարծիքիցուտ, որն էլ իրարվելով վիրավորանքից վազում գժտությունների պատճառ է դառնում, առավել ևս երբ մեկ այլ անձի ներկայությամբ է այն կատարվում։ Իսկ եթե անգամ ցույց էլ չտաս, մի գեղեցիկ օր քո ներսում նրա վրա եղած կարծիքը կբացահայտվի, քանզի քո միջում թաքնված բանը իր օրվանը կսպասի, որ հարմար պահին դուրս պիտի գա։ Ինչն էլ Աստծո խոսքն ասում է, թե ամեն մարդ իր ընկերին իրենից թող բարձր դասի։ Սա խոսում է, որ ով էլ որ նա լինի, քո կողմից երբեք ծաղրի կամ նսեմացմանը չի արժանանա, այլ միշտ կմնա քո կողմից հարգված, ինչն էլ կհանգեցնի խաղաղությանը, մշտապես մնալով որպես հարգված բարեկամ։ Սակայն եթե քո սրտում բարձրացնես քո կողքինին, որը քեզ հետ է ապրում, ինչպիսին էլ որ նա լինի, թույլ մի տուր ներսդ ծածուկ հեգնի նրան։ Մեկ է, մի օր բացահայտվելու է այն, որպեսզի տանը տանդորը խախտի, ապաշխարիր եւ սրտումդ ոչ ոքի նկատմամբ հեգնանք մի պահիր, կկորցնես քո վրա եղած նրա վստահությունը, որն էլ գժտությունների ու բաժանումների պատճառ կարող է դառնալ։ Ուրախացիր ու արժեքավորիր ինչ որ ունես, որպեսզի քո ունեցածովդ ինքդ ուրախությամբ արժեքավորվես։